Ողջույն շատ սիրելի հետևորդների, սիրելիներս ինչպես եք, այսօր մեր մոտ կիրակի է, կիրակի օրերը սովորաբար առավոտյան ես սիրում եմ փոքրիկ համեղ որևէ քաղցր բան պատրաստել, երբ որ տանն եմ լինում, այսօր թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, մեր մանկության ամենահեշտ, ամենահասարակ թխվածքաբլիթներից մեկը, հիշում եմ, որ մամաս պատրաստում էր, այսպես դանակով վերջում խաչ էր անում, շաքարավազի մեջ թաթախում էր ու դնում էր ջեռոցում, այսօր մոտավոր նմանատիպ բան ենք պատրաստելու, Անահիտը շատ է սիրում, ափսոս, որ ես Հայաստանում չեմ, իմ կիսրայր հայրիկն էլ է շատ սիրում, որ պատրաստում էի ամենաշատը ինքն էր հավանում, ափսոս, որ չեմ կարող հյուրասիրել, այսպես ցավ եմ ապրում, երբ որ պատրաստում եմ, բայց ոչինչ, երեխաներս են սիրում, իրենց համար պատրաստեմ։ Սիրելիներս օգտագործելու ենք հետևյալ բաղադրիչները։ 150 գրամ թթվասեր է, շատ հանգիստ, կարող եք նաև մածուն օգտագործել։ Ունենք 100 գրամ յուղ, ես օգտագործում եմ ռայդի յուղ, ինչպես միշտ, շատ լավ են ստացվում սիրելիներս, նույնիսկ ես Հայաստանում էի յուղով պատրաստում այս թխվածքաբլիթները, հրաշք տեսք են ունենում, տհաճ հոտ համ չունի, ամենակարևորը, եւ ասեմ, որ սկզբում, երբ որ սկսեցի բացի ուտեստներից թխվածքաբլիթները, խմորեղենները պատրաստել յուղով, ասեմ, որ տարբերությունը լավ երևում է, ավելի լավ են ստացվում, այնպես որ պատրաստեք, շատ համեղ է լինում։ Չգիտեմ ձուն ասեցի թե ոչ, մեկ ձու ենք օգտագործելու, 100 գրամ շաքարավազ, մի պտղունց աղ ենք օգտագործելու, մոտավորապես 340-ից 50 գրամ ալյուր ենք օգտագործելու, վանիլին ըստ ճաշակի եւ մեղր, իմ մոտ տնական մեղր է, մեկ ճաշի գթալ մեղր ենք օգտագործելու։ Հիմա սկսում ենք պատրաստել ամենահեշտ հասարակ ձևով, առանց հարիչի, առանց օյցենի բանի։ Ձուն մի լավ այսպես տրորում ենք։ Մի պտղունց աղը աղելացնում ենք, շաքարավազը ու այսպես շարունակ տրորում ենք։ Ավելացնում եմ յուղը, յուղի փոխարեն կարող եք նաև կարակ օգտագործել։ Ձեթը խորհուրդ չեմ տալիս, որովհետև ձեթով համեղ չի լինում։ Իսկ եթե կարակ պետք է պատրաստեք, կարակով պատրաստեք, աշխատեք, որ այսպես սիրուն փափուկ լինի, յուղի նման փափուկ պետք է լինի, որպեսզի լավ ստացվի, որպին լինի, բնականաբար լավ չի լինի, սենյակային ջերմաստիճանում սիրուն հալեցրեք, որպեսզի փափուկ գեղեցիկ խմոր ստացվի, այսինքն մի լավ էլի խառնում ենք ու ավելացնում ենք մեղրը, մեկ ճաշի, քանի որ մեղրս մի քիչ պինդ վիճակում է, կարող է մի քիչ շատ ստացի, բայց խնդիր չկա, այսպես, էլի մի լավ խառնում ենք, ավելացնում ենք թթվասերը, սիրելիներ ջեռոցը միացրեք նախապես 180 աստիճանում ենք թխելու, գթալներ մաքրենք, ու էլի մի լավ խառնում ենք։ Ավելացնում եմ շաքարային վանիլինը, մեկ թեյի գթալի չափով սոդա, էլի խառնում ենք, մեզ մնաց ալյուրը։ Ավելացնում ենք ալյուրը, նախապես կարող եք մաղել։ Ավելացնում ենք այնքան, մինչև որ ձեռքերին չտպնող փափուկ խմոր ստացվի։ Խմորս հավաքվեց, սիրելիներս, ալյուր չեմ ուզում ավելացնել, բայց տեղ ունի ավելացնելու, քանի որ ես միշտ պատրաստում եմ հենց 350 գրամ ալյուրը ինձ հերիքում է, երևի մի քիչ մածուն, ձու, տարբերություն լինում է։ Հիմա ուղղակի գնդեր ենք անելու, սիրելիներս, կարող եք ձեթի միջոցով ձեռքերը ձեթոթել ու գնդեր անել, որպեսզի չկպնի, որովհետև եթե ալյուր ավելացնեք, շատ պինդ է ստացվելու, փափուկ չի լինելու։ Նայեք, այսպես շարիկներ ենք անում, փոքրիկ գնդեր ենք անում, սովորական շաքարավազի մեջ ես
ինտեգրալ ամբողջական շագանակագույն շաքարավազ եմ վերցրել ու դնում ենք ջրոցի տապակի մեջ, այսպես, նորից գունդ այսպես աչքաչափով, մեկը մեծ, մեկը փոքր տնական թխվածքաբլիթներ են, ոչ կշռում ենք, ոչ էլ մի բան, վերցնում ենք, թաթախում ենք, մի լավ թաթախեք ու նորից տեսնում եք մեկը մեծ, մեկը փոքր ստացվեց, խնդիր չկա, այսպես շարունակում ենք։ Ջեռոցս արդեն տաք է, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, կարող եք օդափոխիչներ միացնել, խնդիր չկա։ Սիրելիներս, հիմա դանակով այսպես կտրվածք ենք անում, ինչ կտրվածք ուզում եք արեք։ Սիրելիներս, ուղարկում ենք ջեռոց, թխելու ենք 180 աստիճանում, մոտավորապես 30 րոպե տևելու է։ Պետք է գեղեցիկ կամ լրացուցիչ թխվածքաբլիթներ ստացվեն, վերև ներքևը միացված, մեջտեղի հատվածում ենք թխելու։ Տեսեք, լավ թխված, սիրուն տեսքով, անուշիկ թխվածքաբլիթներ ենք ստացել, դեռ շատ տաք է սիրելիներս, հիմա մեկը կկտրեմ, կհամտեսենք, տեսնենք ինչպիսի տեսք ունի։ Ես ինչ անուշ է բունում սիրելիներս, իսկական մանկության համն ու հոտն է, անպայման պատրաստ է, և թեյով, և սուրճով, և կաթով, կակաոյով, շատ համեղ է լինում, նույնիսկ առանց որևիցե մի բանի, երեխաները կարող են դպրոց տանել, տատիկ պապիկները անուշ պուպուշ համով կուտեն, իսկ դուք կանայք սուրճ կխմեք, ինձ էլ կհիշեք, ինչպես միշտ։ Սիրելիներս, հաջողություն բոլորին, կփորձենք ասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, հաջողություն բոլորին։ Դեռ տաք է, այս ինչ համեղ է, ինչպիսին որ բույժն է, այնպիսին էլ համն է, ուտիրեմ։